Ալավերդի քաղաքում կա 1528 առանձնատուն եւ 183 բազմաբնակարան շենք։ Ըստ վերջերս կատարված ուսումնասիրությունների Ալավերդի քաղաքում բնակարանի կարիք ունի շուրջ 370 ընտանիք։ Նրանցից 90-ն անօթևան է, 65 ընտանիք կամ հարցվածների 17%-ը բնակվում է 4-րդ կարգի վթարային շենքերում, 75 ընտանիք հարցվածների 20%-ը բնակվում է Վարձով, 146 ընտանիք էլ բնակվում է գերբեռնված բնակարաններում, որտեղ մեկ շնչին բաժին հասնող մակերեսը 5 քառակուսի մետրից փոքր է։ Բնակարանի կարիք ունեցող մարդկանց մեծ մասը նաև սոցիալական խնդիրներ ունի։ Ըստ Ալավերդի քաղաքում բնակարանային կարիքի ու շուկայի վերլուծության տվյալների քաղաքում բնակարանի կարիք ունեցող ընտանիքների շուրջ 60%-ը կամ 221 ընտանիք խիստ կարիքավոր են, 25%-ը կամ մոտ 100 ընտանիք ցածր եկամուտ ունի։ Մարդու կնիկ ենք սեփական տուն ունենք սնային գեղումը։ Կվարտիրը ունենք, էտելի մաղջիկը իր ընտանիքով 5 ջանա ապրում է։ Չնայած իմ երեխեքը լրիվ տուն ու տեղ ունեն, բայց մեղք են ես մեր երիտասարդները, որ իրանք չեն կարող որ այդ աստիճանի հասնեն, որ իրանք իրանց տուն առնեն։ Ինչ որ մի բանով պետք է օգնենք երիտասարդներին, որ նրանք իրանց տուն տեղ ստեղծեն։ Դա շատ լավ բան է։ Ալավերդի քաղաքում բնակարանների գները ըստ թաղամասերի խիստ տարբեր են։ Բնակարանի 1 քառակուսի մետրի գները 2007-2009 թվականներին աճել են տարեկան մոտ 15%-ով, 2009-2010 թվականներին գները նվազել են տարեկան 5%-ով, 2010-2012 թվականներին գները շուրջ 15%-ով նորից աճել են։ Ալավերդի քաղաքի կենտրոնական եւ ծայրամասային թաղամասերի բնակարանների 1 քառակուսի մետրի արժեքը 20-ից 25% տարբերություն ունի։ Տիկին Հերիքնասն արդեն մի քանի տարի է ցանկանում է վաճառել բնակարանը, սակայն գնորդներ չկան։ Ասում են բարձր հարգա, թանկ եք ասում։ Բայց ոնց կարանք թանկ ասենք, հավի ոնց ենք ծախում, որ թանկ չասենք։ $3000 թանկ է իրանց մոտ։ Հիմա երկու սենյական ասեն 8000, 9000, 7000 դոլար փող ասում։ Եթե երկու սենյակին $3000 ասեն, բայց դրան ինչ կասի։ Մեի ջան, թանկ, ահա որ թանկ։ Վաճառվող բնակարանի արժեքը ուղիղ համեմատական է նաև տվյալ շենքի տանիքի վիճակի հետ, ասում է քաղաքապետը։ Մի բան է, երբ որ շենքի տանիքը անպիտան վիճակում է եւ անձրևաջրի անարգել հոսում են միջև առաջի հարկ, բնականաբար արդեն ինչ մասին է խոսքը, որ սարքին առաստաղ եւ պատեր չկան, մեկ այլ դեպքում, երբ որ վերականգնելուց հետո արդեն շենքը ավելի ապահով է եւ մարդիկ կարող են նորոգման աշխատանքներ անել, ավելի բարեկարգ պայմաններում ապրել, իսկ եթե նույնիսկ հարցը հասնի վաճառքի, անհամեմատ արդեն տարբեր գներ են առաջարկում։ Հենց կարևոր հանգամանքը բնակիչների հետ աշխատելու մասնակցություն ապահովելու հենց սրանում է կայանում, որ վերջին հաշվով տանիքների նորոգումը բերում է իրենց սեփականության վիճակի պահպանմանը։ Պարզվել է, որ հարցված երիտասարդ ընտանիքների մեծամասնությունը 47%-ն ապրում են մեծ ընտանիքներում ծնողների հետ։ Պատճառներից մեկն էլ այն է, որ երիտասարդները նոր բնակարան գնելու միջոցներ չունեն։ Չի կարող հիմիկվա պայմաններում, մանավանդ մեր Ալավերդու պայմաններում հնարավոր չի այսպիսի աշխատավարձով տուն գնել։ Չգիտեմ, եթե հնարավորություն ունի դուրս են գալի արտերկրեր։ Կարելի ասել կիսի կեսն են, որ բնակվում են։ Շատ փակ դռներ կան։ Եվ մեր շենքում, եւ մեր շրջակա շենքերում։ Մերիկ Օլելյան, Արման Տիտանյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։